ուղղակի անջատել, մնացեք օրակարգի սահմաններում։ Էդգար Ղազարյան։ Ես ի տարբերություն Ջորջ Օրվելի մեծ եղբոր չեմ ուզում անջատեմ ձեր խոսափողները։ Հա, էլի։ Այսօրվա քննարկման ժամանակ նաև իմ կողմից մասնավորապես առաջարկ եղավ, որպեսզի օրենքի նախագծի հեղինակը կառավարությունը հետ վերցնի նախագիծը եւ այն ավելի հանգամանալից քննարկման առարկա դարձնելու համար։ Դա հիմնավորվում էր նաև դրանով, որ ընդհանրապես օրենքի նախագծերը պետք է ազգային ժողովում նախնական քննության առնեն համապատասխան մշտական հանձնաժողովներում։ Եվ քանի որ ազգային ժողովի մեր աշխատանքները չի կազմակերպում կանոնակարգին համապատասխան, եւ մենք ունենք կոպտագույն խախտում, որ ըստ էության կառավարության կառուցվածքի վերաբերյալ հարցը քննարկում ենք այն ժամանակ, երբ որ կառավարության անդամները արդեն նշանակվել են, կառավարության ծրագրին խորհրդարանը հավանության արժանացել, նոր հետ ենք վերադարձել կառավարության կառուցվածքի քննարկման։ Դա նշանակում է, որ հրատապություն այս խնդիրը չուներ, այսինքն եթե այն կառավարության ծրագրից հետո էր քննարկում, կարար ծրագրեր, ասենք օրինակ սեպտեմբերին, եւ մենք հնարավորություն ունենք այս հարցը, այս փաթեթը, որի մեջ ինչպես նշվեց կա նաև սահմանադրական օրենք, քննարկվել հանձնաժողովներում, մենք հնարավորություն ունենք մանրամասն կերպով անդրադառնալ եւ մեր առաջարկներին ուժեղ Հայաստանի, որը վերաբերում էր նախարարությունների ստեղծմանը եւ կառուցվածքային այլ փոփոխությունների, նախարարությունների անվանումներին, բայց սա ցույց է տալի, թե ինչ մշակույթ է առհասարակ ձևավորվել Հայաստանում խորհրդարանական գործունեության համար։ Իհարկե դուք կարող եք միշտ փաստարկել քանակական մեթոդի կիրառումը, որ մենք թվականակով շատ ենք, հետեւաբար մենք ենք որոշումներ կայացնում, ու ընդհանրապես կապ չունի, ուրիշ ինչ առաջարկներ գոյություն են, այդ առաջարկները ինչքանով են հիմնավոր, չկա, իսկ խորհրդարան ինչով է խորհրդարան, որպեսզի կարծիքներ հնչեն, այդ կարծիքները քննարկման առարկա դառնան, ծանր թեթև արվեն ամեն ինչը, իսկ սենց սահմանադրական օրենքը, կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքը, որի հեղինակը միայն կարող լինի կառավարությունը, այս ձևով չեն ընդունում։ Սա վատ մշակույթ է եւ Եվրոպա գնալուց առաջ չարժի այդ մշակույթով առաջնորդվել։ Հայկ Վարմանյան։